Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է եւ ուզում եմ խոսենք հնարավոր է Թուրքիայի հետ հաստատել հարաբերություն առանց նախապայմանների եւ առանձին քննարկման առարկա դարձնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Գիտեք, առանց նախապայմանների այսօր հնարավոր չէ, որովհետև Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում եւ հայ-թուրքական երկխոսության պատմությունը նախապայմանների պատմություն է։ Թուրքիան միշտ նախապայմաններ է ունեցել եւ այսօր էլ նախապայմանն է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, բայց ես կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսության օրակարգի մեջ ցեղասպանության հարցը պետք է առաջինը լինի։ Նույնիսկ 90-ական թվականներին, երբ ես աշխատում էի արտգործնախարարության Թուրքիայի բաժնում եւ բավականին արդյունավետ երկխոսություն կար թուրք դիվանագետների հետ, մենք միշտ իրենց հետ քննարկել ենք ցեղասպանության հարցը, որովհետեւ եւ խնդիր չի եղել, շատ արդյունավետ քննարկումներ են եղել։ Ես չեմ կարծում դա խնդիր է, ուղղակի կախված է ով է բանակցում թուրքական կողմի հետ եւ ինչ բովանդակություն կա այդ բանակցությունների մեջ։ Հիշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ չէ, առաջին գծում չէ։ Այս հայտարարությունը ինչ է ենթադրում։ Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց դա էական չէ, գիտեք, բովանդակություն կա Հայաստանի եւ Թուրքիա հարաբերությունների միջև եւ հայ-թուրքական դրանք տարբեր են, պետք է տարբերակենք Հայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ մենք նաեւ ունենք սփյուռք, հայկական սփյուռք եւ նաեւ Թուրքիայում Ստամբուլում ունենք պատրիարքարան եւ բազմաթիվ մեր հայրենակիցներ են ապրում Թուրքիայում։ Այստեղ պետք է հաշվի առնենք մի գործոն, ցեղասպանությունը ընդհանրապես գլոբալ խնդիր է եւ մեր ժողովուրդը համար դա ունի հատուկ նշանակություն եւ այդ գլոբալ պատասխանատվության մեջ մենք դերը ունենք խաղալու։ Համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ցեղասպանություն կանխարգելու, դուք դա գիտեք։ Չի կանխարգելվել ոչ մեր ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, ոչ հոլոկոստը, ոչ 94 թվականին Ռուանդան, ինչպես նաեւ վերջերս Գազայի ցեղասպանությունը, բայց խնդիրը հենց այդ է, որ ցեղասպանությունը պետք է կանխարգելվի, հետո դատապարտելը մարդկանց զոհվելուց ու նահատակվելուց հետո գրեթե արդեն մեծ հետևանքներ է առաջացնում, բայց գիտեք ինչ, ուրիշ պետությունները կարող են ցեղասպանությունը ճանաչել եւ դա լավ է ցեղասպանության կանխարգելման համար, բայց հայ-թուրքական հարաբերություններում խնդիրը, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը եւ մի օր Թուրքիայի ղեկավարությունը գա այստեղ եւ ճանաչի, որպեսզի ցույց տա, որ ինքը քաղաքակիրթ պետություն է, եթե քաղաքակիրթ է։ Իրատեսական եք համարում։ Այո, իրատեսական եմ համարում եւ կարծում եմ, որ Հայաստանի հետևողական քաղաքականության հետևանքով եւ հայ-թուրքական երկխոսության մեջ այս հարցը ճիշտ ձևի բարձրացնելով եւ թուրք գործընկերների հետ խոսելով, ես համարում եմ իրատեսական, բայց նորից եմ ասում, դա կախված է հայկական կողմի հետևողականությունից եւ պատասխանատվությունից ժողովրդի առջեւ։ Ես եմ շնորհակալ։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Genesis Armenia-ի ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանի հետ։